սեղանին շարված է միայն այն դիպլոմները, որոնք որ ես ստացել եմ հայրենական պատերազմի թեմայով։ Վերջի դիպլոմը եւ մեդալը եղել է այ սիրուն ձևավորված 80 лет победы, որը եղել է Գրոդնոյում։ Ռոբերտ Հակոբյանը ներկայացնում է իր նվաճումներն ու հպարտանում։ Այս տարի հայրենական պատերազմի թեմայով Ֆիլատելիայի միանգամից մի քանի ցուցադրությունների է մասնակցել։ Ապրիլի վերջին Գրոդնոյում, Բելարուսիայում եղավ ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված պատերազմի 80-ամյակին։ Ես այդ ցուցահանդեսին ներկայացրի երկու հավաքածու Армянии Великой Отечественной войне եւ Герой Великой Победы։ Իսկ միջև այդ Ռուսաստանում անց է կացվել շրջիկ ֆիլատելիստական ցուցահանդես, որը սկիզբ է առել Մագնիտագորսկ քաղաքում եւ այնուհետև Սամարա, Կոստրոմա, Ուլյանովսկ, իսկ եզրափակիչ փուլը լինել է Մոսկվայում, կոչվում է Մուզեյ Նապոլեոնի գարե։ Ֆիլատելիստական արշավը սկսվել է դեռևս փետրվար ամսից, ավելի քան 10 հավաքածուների մեջ պարոն Ռոբերտինը տպավորել է։ Հիմա նամականիշների ցուցադրությանը զուգահեռ նաև նվաճումներն է ցուցադրում։ Այս տարի Ուլյանովսկ Всероссийская передвижная выставка։ Ռոբերտ Հակոբյանը Ֆիլատելիայով սկսել է հետաքրքրվել Հայաստանի անկախացումից հետո։ Ասում է տարբեր հավաքածուներ ունի, Ֆիլատելիան վեր է հոբի համարվելուց։ Երբ որ մեր շատ հետաքրքիր դիզայներ նկարիչ Հարություն Սամուելյանի երբ որ նամականիշները, ֆիլատելիստական նյութերը երբ որ տեսա, շատ բարձր որակով է եւ այդ 93 թվականից 92 արդեն սկսեցի հավաքելը։ Ոչ միայն զբաղմունք կամ հաճույք Ֆիլատելիան սեփական ազգի մշակույթը ներկայացնելու յուրահատուկ մեթոդ է։ Ֆիլատելիան որպես կոլեկցիոներական բնագավառ առաջացել է 1840-ական թվականներին, երբ փոստային նամականիշները մտան շրջանառության մեջ։ 19-րդ դարավերջին նամականիշ հավաքելը դարձավ 100 հազարավոր մարդկանց սիրելի զբաղմունքը։ Նամականիշների միջոցով յուրաքանչյուր իրան հարգող, իրապետությանը հարգող, իր ժողովրդի տաղանդը հարգող ինքը ներկայացնում է իր երկրի մշակույթը, գիտությունը, պատմությունը եւ կարելի է մի փոքր զամբյուղի մեջ այս այդ ամեն բոլոր այս այդ հավաքածուն ցուցադրել։ Գուցե անտեղյակություն կամ պակաս հետաքրքրվածությունից է, բայց շատերը գաղափար անգամ չունեն Ֆիլատելիայից, ասում է զրուցակիցս։ Բավական է միայն հետաքրքրվելը եւ կհամոզվեք, սա մնայուն պատմություն է։ Մարդիկ կան, որ հավաքում են շատ թանկարժեք, շատ բաներ են հավաքում, բայց ի վիճակի չեն ցուցադրելու, որովհետեւ իրանց նպատակն է զարմացնել շրջապատ ծանոթներին, որ ինձ ունեմ այս թանկարժեք իրը, բայց շատերի նպատակը, որպեսզի մենք ցուցադրենք, ոչ թե պարծենանք, որ այդ իրերը ունենք։ Մեր ռուսերեն ասում են «Любите не себя в искусстве, а искусство в себе»։ Այս նամականիշը լույս է տեսել 1941 թվականին եւ կոչվում է «Будь героем»։ Պարոն Ռոբերտը դժգոհ է, հայրենական պատերազմի հայ հերոսներին քիչ ուշադրություն է դարձվում։ Հազվադեպ են նոր նամականիշներ թողարկվում։ Հայաստանի ֆիլատելիստների միությունը ևս այս հարցում պասիվ է։ Երևանում առաջինն է, իսկ մեկը անցկացվել Բելարուսիայում, երկրորդը Ռուսաստանում, այս է երրորդն է։ Հիմա անհայտ է Հայաստանի ֆիլատելիստների միությունը կկազմակերպի, թե անտարբեր կմնան։ Եվ ցանկանում են, որպեսզի նամականիշ ֆիրման եւ հայ փոստը մի քիչ հայրենասիրական աշխատանք մեծ ծավալով կատարեն։
Ռոբերտ Հակոբյանն ուրախությամբ է նշում, Կարեն Դեմիրճյանի թանգարանը հետաքրքրված է իր հավաքածուով։ Առաջիկայում հայրենական պատերազմին նվիրված ցուցադրության շրջանակներում կցուցադրվի նաև այս հավաքածուի մի մասը։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։